բայց եկեղեցին իրան շատ բարձր պահեց, ես գիտեի, որ ուրիշ ձև լինել չի կարող, որտեվ չի կարող կներեք ասում Աստծո որդու աշակերտների հիմնած եկեղեցին այլ կերպ լինել չէր կարող, հա, դա աստվածային հիմք ունի իր մեջ դրած, այնպես որ ասում ժողովուրդ իհարկե այս ամեն ինչը շտկվելու է, իհարկե այս արհավիրքն ենք մենք վերապրելու, բայց սրա դրական կողմն էլ կար։ Շատ շատեր ովքեր եկեղեցի ալարում էին գնային Կիրակի օրով կամ ինչ որ բաների մասին տեղյակ չէին, ինչ որ կանոններ, ինչ որ հետաքրքիր բաներ հետ չէին հետազոտել, ոչ էլ պատմություն էին եկեղեցու հետազոտել, շատերը սկսեցին հետաքրքրվել, մենք ահագին մարդու մասին իմացանք, շատ լավ հոգևորականների ճանաչեցինք, շատ լավ, ես անկեղծորեն իրանց ուզում եմ շատ մեծ մարդկային շնորհակալություն հայտնեմ այն հոգևորականների, որոնց դռնեդուռ գնացել են ԱԱԾ-ի աշխատակիցներ, ի դեպ էլի մեր հարկերի հաշվին գնացել են դուրն են ծեծել, իրանց չվերաբերվող գործերի մեջ են խառնվել, փորձել են ստիպել, ճնշել, պարտադրել, բայց այդ տղերքը այնքան մաքուր կյանքով են ապրել իրանց ամբողջ կյանքը, ոչ կամպրամատ են վրեքը քթել, ոչ կարողացել են իրենց հոգևոր կամքը կոտրել, ոչ իրանց մեռոնը ուրանալ, ու այն տղաները, ովքեր, տղաներ ասելով հոգևորականներ, ովքեր կարողացել են կանգուն մնան, իրանց մի այլ կարգի շնորհակալություն եմ ուզում հայտնել, որտեղ իրենք եղան այն առաջի հարվածը ստացողը, բացի վեհապարից, որը դու պարզա որ ցանկացած կառույցի առաջի դեմքը ինքը առաջի հարվածն է ստանում, բայց նաև տղաները կարողացան թիկունքը պահել։ Հասարակությանը շնորհակալություն, որ կարողացան adekvat գտնվել։ Այո, մենք ամեն ինչով չի, որ գոհենք եկեղեցու հետ կապված։ Կան հարցեր, կան մարդիկ, կան կերպարներ, բայց մյուս կողմից նաև զտվեց, պարզվեց, որ նրանք ով որ կամպրամ, ով որ այնքան մխտրված էր, որի վրա կարար կամպրամատ լիներ, այդ մարդիկ ինքնաբերաբար գնացին կանգնեցին Նիկոլ Փաշինյանի խմբակի կողք, այդ մարդիկ ինքնաբերաբար դուրս եկան այս process-ներից։